հանդիպեցինք նաև թե գորիսեցիների հետ, թե Գորիսում բնակվող ժամանակավորապես մինչև հայրենիք վերադառնալու հնարավորությունն ընձեռնվի մեր արցախցի հայրենակիցների հետ, խնդիրները, բնակապահովման խնդիրները, աշխատանքի խնդիրները, առողջապահության խնդիրները, ոչ բարեհաճ վերաբերմունքը, որը նաև իշխանությունների կողմից է սնուցվում, այդ հարցերը կան, նաև առաջարկություններ լսեցինք, որոնք կարող ենք մենք օգտագործել, մասնավորապես մարդը 9 հոգյանոց ընտանիք ունի, գումարը, որը ինքը ստանում է բնակարան գնելու համար, ավելի է եւ ինքը խնդրում է օրինակ այդ գումարից ինչ-որ մի բան օգտագործել բիզնես սկսելու համար եւ մյուս կողմից նաեւ մարդկանց ներկայացնել մեր մոտեցումները շատերի մոտ այն տպավորությունն է, որ ամեն ինչ արդեն վերջացած է, որևէ բան հնարավոր չի անել, չէ, այս իշխանությունները միգուցե փորձում են այս տրամադրությունները սերմանել, բայց մենք խորապես համոզված ենք, որ ոչ ճիշտ կառավարման դեպքում ազգային նպատակները դնելու եւ առաջ մղելու դեպքում հնարավոր է ապահովել արցախցիների ոչ միայն վերադարձը, ֆիզիկական վերադարձը, այլ նաև Արցախի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի վերադարձը միջազգային օրակարգեր։ Այս առումով շատ կարևոր է լսել եւ նաև քո խոսքը փոխանցել։ Տեսնում եք այն պատրաստակամությունը ժողովրդի կողմից ձեզ միանալու եւ այսպես ասած իշխանությանը վռնդելու։ Դե տեսնում եք, չէ՞ մարդիկ ինչ էին ասում են երբ ենք դուրս գալու փողոց։ Իհարկե տեսնում ենք։ Եվ ոչ միայն այստեղ, ոչ միայն Գորիսում, Գյումրիում տեսանք այս ամեն ինչը, շատ բաց է այդ Փարաքարում տեսանք այս ամեն ինչը։ Այնպես որ մարդիկ հոգնել են այս իշխանությունների ստերից, մարդիկ հոգնել են այս իշխանությունների պարտվողականությունից եւ մարդիկ վերջիվերջո պատասխանատվություն են պահանջում, խոսք ես տվել, ընտրվել ես դե հիմա կատարի։ Ոնց որ այն ինչ որ մենք տեսանք Գյումրիում եւ Փարաքարում, դա օրինաչափություն է։ Եվ ես հույս ունեմ, որ նաեւ այլ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, համապետական ընտրությունների ժամանակ